Հրատապլուր Իսրայելի 14 հեռուստաալիքը հեռարձակել է մի հոլովակ, որում խոսվում է երկրի Իրանի դեմ խոշոր ռազմական գործողության նախապատրաստության մասին։ Լրագրողների կարծիքով սպասվող հարձակումը կլինի ամենամեծը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Շուտով կսկսվի լայնածավալ հարձակում Իրանի վրա, որն աննախադեպ է լինելու երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ասել է հաղորդավարը հեռարձակման ժամանակ։ Հեռարձակման ընթացքում ցուցադրվել է նաև Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, որոնց վրա ծրագրվում է հարձակվել։ Հաղորդավարները չեն նշել օպերացիայի ճշգրիտ ժամանակը, սակայն նշել են, որ դրա նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են։ Հայտնի չէ, օգտագործվելու են բացառապես իսրայելական զորքեր, թե կարող է ներգրավվել ԱՄՆ-ի օգնությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ռմբակոծություններով, եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել միջուկային ծրագրի եւ դրա զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով ԱՄՆ-ն Իրանը ներկայումս բանակցում են այս հարցի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նամակ է հղել Իրանի առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Նա նշել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի գործարքի, ԱՄՆ-ն կդիմի անհրաժեշտ միջոցների։ Նյութի աղբյուր Mamul.am